Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։ Հրաժարում անկախության հռչակագրից, պատմական արդարության օրակարգից, էթնիկ զտում ձևակերպումից, նույնիսկ ազգային հիշողության կարևոր շերտերից։ Նիկոլ Փաշինյանի ձևակերպած քաղաքական ուղեգիծը հենց սա է, ասում են քաղաքագետները։ Սա մի ուղի է, որը ըստ Փաշինյանի պետք է փոխի հանրային մտածողությունը եւ կանխի նոր բախումները։ Այդ տրամաբանությունից շեղվելը միանշանակ եւ աներկբա նշանակում է պատերազմ։ Ինչ է կանգնած այս մոտեցման հիմքում, ինչու է վարչապետը հրաժարվում տարիներով ձևավորված քաղաքական եւ արժեքային խոսույթներից, միաժամանակ զգուշացնելով, որ հակառակ ուղին կարող է բերել պատերազմի։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մի առիթով ինքը ասել է, ուզում են մեր տարածքով գնան, քուքերը, թող գնան, ինչ է պատահել։ Այսինքն այս մարդը այս դիրքորոշման, այս դիրքերից է հանդես գալիս, եւ հետաբար դրան հասնելու համար ինքը այդ այսպես խոսույթներն է դրել շրջանառության մեջ, որ հրաժարվել անկախության հռչակագրի հիշատակումից համանդրության նախաբանում եւ նման կարգի այլ ուրեմն խոսույթներ։ Մասնագետները պնդում են, անկախության հռչակագրից հրաժարվելը ոչ միայն քաղաքական որոշում է, այլ նաեւ իրավական խնդրահարույց քայլ, որը հակասում է պետականության հիմքերին։ 2021 թվականին Սահմանադրական դատարանը ունի հատուկ որոշում, որտեղ նշել է, որ Սահմանադրության նախաբանը համարվում է անփոփոխելի, այսպես դրույթ է, անփոփոխելի դրույթ է Սահմանադրության մեջ արձանագրված եւ այդ նախաբանը չպիտի փոխվի։ Այսինքն նույնիսկ եթե դա այսպես հարց է ցակում նոր Սահմանադրություն ունենալու, ապա Սահմանադրության նախաբանը, որտեղ հողում կատարված անկախության հռչակագրին, դա պիտի մնա։ Պահանջատիրությունից հրաժարվելու այս շղթայում առանցքային է հատկապես հայոց ցեղասպանության ճանաչումից եւ էթնիկ զտում եզրույթից հրաժարվելու օրակարգը։ Վախ կա հանկարծ պատերազմ բերել գլխներիս։ Իսկ պանդուխտի հոգեբանությունից հրաժարվելու գաղափարը վարչապետը համարում է նոր ինքնության ձևավորման անհրաժեշտ պայման։ Ես այդ խոսույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարանք ասենք էթնիկ զտում, իրանք էլ դեր ասցի հայլային ստանանք էթնիկ զտում, հետո ցեղասպանություն, հայլային ցեղասպանություն, հայլային ամեն ինչը հայլային, դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ։ Սա արդյոք պատահական հայտարարությունների շարք է, թե հստակ մշակված ռազմավարություն։ Եթե նպատակը միայն ընտրությունում հաղթելը չէ, ապա ո՞րն է վերջնական հանգրվանը։ Տվյալ դեպքում սա արդեն ժխտողականություն չի, հերթական ինքնախոստովանանքն է, պատերազմ սանձազերծելու, կանխորոշված ելքով պատերազմ սանձազերծելու հայ քաղաքացիներին, հազարավոր քաղաքացիների զրկելու կյանքից եւ ինչքից։ Նույնպես դա խոստովանվեց վերջերս ինչ որ զոհությունների կանխամտածման ավանդակ։ Իշխանությունը հետևողականորեն հեռանում է իրենց անունով կոչելու քաղաքականությունից եւ ցանկացած պահանջատիրական խոսույթ ներկայացնում ռիսկային։ Դա ասում է, եկեք հրաժարվենք այդ ամենից, նաեւ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման այսպես հետամուտ լինելուց, ըստ որում դա հիշատակված է անկախության հռչակագրում, որովհետեւ մենք մեր հարևանների հետ, մասնավորապես Թուրքիայի եւ նրա կողմից ստեղծված արհեստական կեղծ կազմավորման Ադրբեջանի հետ ունենանք բարի դրացիական հարաբերություններ հիմնականում կրկնում եմ շեշտը դնելով առևտրատնտեսական կապերի վրա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի համազգային նպատակները ստորադասում է առևտրատնտեսական կապերի։ Սա է նրա մոտեցումը։ Քաղաքագետը շեշտում է, որ ցեղասպանություն եզրույթի կիրառումը ոչ թե չափազանցություն է, այլ իրողության ճշգրիտ գնահատում։ Իսկ հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրենը բացատրում է, թե ինչից են հրաժարվում։ Ցեղասպանությունը դա հանցագործություն է, որ ենթադրում է պատիժ, ունի հետևանքներ։ Ցեղասպանությունը դա մարդու իրավունքների խոշորագույն խախտում է մեկ մեծ համայնքի կամ խմբի նկատմամբ իրագործված։ Ի վերջո ցեղասպանությունը նաև միջազգային օրենքով է կանխվում կամ պատժվում։ Մինչ վարչապետը ազգային նոր դիմագիծ կառուցելով է զբաղված, ընթացքում հրաժարվելով այս կամ այն խոսույթից, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան միջազգային հանրությունից պահանջում է 1918 թվականի իրադարձությունները ճանաչել ցեղասպանություն, որը իբր իրականացրել են հայերը։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։